Գանք մի քանի տարածված միֆերի, որը այդ բանի սկզբունքով հիմա մոդայի կա, չէ, տարբեր հարցազրույցների ձևաչափերում բլից հարցեր, հա։ Հիմա մի քիչ բլից հարցերի ձևաչափով փորձենք արագ այդ միֆերը ջարդենք։ Ես տալիս եմ հարցը կարճ, բայց դու, չէ, պարտադիր չի, որ շատ կարճ ասես, բայց ես չգիտեմ ինչ մասին է խոսքը։ Ես հիմա ongoing քո ֆոնին փորձում եմ ինչ-որ բան օրինել, կոնտենտ օրինել։ Հիմա միֆ առաջին։ Ընտրության չգնալը օգտակար է ում մեր այսպես ազգային հարցի լուծման համար ընտրությունները սխալ է ընտրություններին չգնալը ոնց որ դա ճիշտ մարտավարություն է այս պայմաններում այս ժամանակի այս տևարկյանին դա ճիշտ է թե չէ դա խուսափելի է մեկ երկրորդը դա չգնալը հակաքաղաքական է երկուս երրորդը այլ քաղաքական իվենթ բեկման համար էլեկտորալ process լինի թե ոչ էլեկտորալ ուղղակիորեն չկա բլից պատասխան։ Շատ լավ, միֆ համար 2 ընտրություններում ունենալով վարչական ամբողջ ապարատը ցանկացած արդյունք հնարավոր է իշխանությունների դե ֆակտո իշխանությունների համար նկարել։ Ուստի մնացած ոնց որ գալիս են կետ համար 1-ին, միֆ համար 1-ին։ Ավտոկրատ իշխանությունը իր իշխանությունը պահելու համար գանելու է ամեն ինչ։ Միֆ այն հանգամանքը, որ Փաշինյանի ընտրություններ չի կեղծելու, դա անելու է բացառապես իր իշխանության համար եւ մեկ անգամ, հատկապես 26-ի ժամանակ։ Միֆա, որ չի կեղծելու։ Այո, միֆա, որ չի կեղծելու։ Տեսեք մենք ինչ իրավիճակում եմ գտնում, ինչեր են կեղծվում, հա, ընտրությունը ինչա որ չկեղծվի։ Այդ պատկերը պետք է անպայման ունենալ մտքում, դրա հետ պետք է հաշվի նստել, ունենալ կառուցակարգեր դրա դեմ պայքարելու համար։ Միֆ համար 3 կամ միֆ չէ, ասենք բան, թեզ համար 3, հա, միֆա թե չէ, հիմա դուք ասես։ Միայն պետք է գնալ նոր ուժերով հաղթելու համար։ Դա ամենամեծ միֆն է։ Նոր ուժերով, հին ուժերի, նոր ուժերի ինչ-որ խառը տրամաբանություն ստեղծելու, դա ուղղակի ճանապարհ է մտնել Փաշինյանի նարատիվի մեջ, որ ինքը ամբողջ ուժով սնուցում է, դա սնուցում է հին ու նորի սև ու սպիտակի տրամաբանությունը, այդ նարատիվը պետք չի որպես խայծ կուլ տալ, որովհետև որ րոպեի որ կուլ տվեցիր, արդեն Փաշինյանն է թելադրելու քեզ, թե դու ինչ ուժերով գնաս ընտրության, մտքում նաև տրամաբանելով, որ դա իր կողմից այլևս որպես նարատիվ եւ որպես իր համար սпасելի արդյունք արդեն կանխատեսելի է։ Եթե դա վտանգ չներկայացներ իր համար, նա այդ բացառումը սև ու սպիտակի հին ու նորի տարանջատման եւ հատկապես մյուս երևույթների դա չեր անի։ Դա վտանգ է իր համար, ինչի դեմ նա պայքարում է, ուստի այդ նարատիվը պետքա ջնջել տանել են կողմ։ Թեզ համար 4, որը հիմնվում է գերազանցապես Գյումրվա օրինակի վրա, մասամբ պատասխանեցիք, բայց ուզում եմ որպես sense հստակ ֆիքսենք։ Ճիշտ է գնալ փոքր ուժերով, հետո սաղս իրար հետ կմիավորվենք ու կհաղթենք դե ֆակտո իշխանություններին։ Միֆա թե ոչ։ Մասնակի է միֆ, ինչի, որտեղ մեխանիզմ է։ Մեխանիզմը, որը որ աշխատել է, մեխանիզմը, որը որ տվել է արդյունք։ Ինչի է տվել արդյունք։ Յուրաքանչյուր տեխնացու իր ընտրազանգվածի հետ աշխատել է շատ խիտ ու մաքսիմալ։ Դա բերել է արդյունքի, տեսանելի արդյունքի։ Դրա պակասը մենք ունեցել ենք վաղար շաբաթում։ Համապետականում հնարավոր է այդ մոդելը կիրառել։ Ոչ ամբողջությամբ, բայց մասնակի տրամաբանությամբ այո, ինչու հիմքը ասեմ թե ինչի է հնարավոր։ Կա փոշիացման ռիսկ, բայց միևնույն ժամանակ կա նաև հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուրը շատ խիտ աշխատի իր ընտրազանգվածի հետ։ Խնդիրը այստեղ գալիս է հետևյալը, անցողիկ թե ոչ անցողիկի։ Այդ դրա լուծումը եւս կա։ Դրա լուծումը հետևյալն է, աշխատել են ընտրազանգվածների հետ, որոնք որ տևական ժամանակ ընտրության չեն գնում, այսինքն ապաքաղաքականացած են բացարձակապես։ Հայաստանում ընտրությունների մասնակցում է 1.200.000-ից 1.300.000։ Այստեղ կամ իշեմ, որտեղից վերև այլևս կառավարելի չի իշխանության համար։ Դա մոտավորապես կազմում է 150-ից 200.000 ընտրազանգված, հա, եթե շատ դետալացնեմ։ Դա այն ընտրազանգվածն է, որը որ դադարել է գնալ ընտրությունների։ Եվ չի քաղաքականանում որևէ կերպ։ Եթե կլինեն ուժեր կամ այն ուժը, որը որ կաշխատի խորը քաղաքական աբսենտիզմի անցած ընտրազանգվածների հետ իսկ դրանք կան, ապա մասնակցայնության մեջ կունենանք որոշակի աճ, որից կարող են օգտվել նաև այն քաղաքական ուժերը, որոնք որ
այսպես ասենք, հա, նորեն քաղաքական հայտ ներկայացնում եւ խիտ են աշխատել absentizm-ի մեջ գտնվող ընտրազանգվածի հետ։ Թեզ համար 5 ժողովուրդը չի ուզում, ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը պատրաստ չի պայքարի։ Չկա այդպիսի բան, դա ամենամեծ միֆն է։ Բացատրեք խնդրեմ։ Ժողովուրդը միշտ ուզում է այնքան, որքան որ ժողովրդի հետ աշխատում են։ Եթե ծուլանում են, եթե վատ են աշխատում, ապա ժողովուրդը չի ուզում։ Եթե ժողովրդին հետ լավ են աշխատում, բարձրացնում են քաղաքական էներգիան, մասնակի պոպուլիզմ են անում, մասնակի հույս են բարձրացնում։ Դու ես բացառում դրանք։ Դա եւս աշխատում է, որտեղ քաղաքական տեխնոլոգիա է։ Ժողովրդին բան մի ասեք։ Վերջինը։ Պատկերացնենք մի բա, որ հունիսի 8-ի առավոտն է, եկող տարվա, սցենար 1 ստացվել է այն, ինչ որ մենք բոլորս ուզում ենք, դե ֆակտո իշխանությունները չեն ձևավորում իշխանություն, ազգային ուժերը տարբեր մեխանիզմների շնորհիվ ձևավորել են իշխանություն։ Ինչա սպասում մեզ դրանից հետո։ Եվ սցենար համար 2 դե ֆակտո իշխանությունները կարողացել են պահպանել իշխանությունը, շատ շատերի մոտ ապաթիա, հուսալքությունը։ Ինչ են անում այդ ժամանակ։ Շատ կարճ պատասխանեմ։ Երկրորդ սցենարի պարագայում շարունակվում է պայքարը։ Կա դրա հնարավորություն, լինելու է դրա հնարավորությունը։ Պայքարի հնարավորությունը կա միշտ։ Միշտ պետք չի հուսահատություն տարածել։ Բռնաճնշումները մեծանալու են։ Շատ լավ է։ Էլ միկրոֆոն չի մնալու երկրում, որ հնարավոր է ոդկաստ անել։ Ուրիշ բաներ մնալու։ Շատ լավ։ Չկա դրան ոնց ասեմ, որ ճիշտ լինի։ Եղել են աշխարհում դեպքեր, երբ որ հնարավոր չի եղել 2025-ի նախորդել է 24-ը, 24-ի նախորդել է 20, հիմա Փաշինյանը նման տարեթվեր չասեմ։ Ամեն տարին ավելի խորացած է եղել, ամեն տարին ավելի վատն է եղել, ամեն տարին ավելի Հայաստանի համար վտանգավոր է եղել, բայց դրանից պայքարը չի դադարել։ Դրանից ես եւ դու ուրիշ կերպ չենք սկսել մտածել, հա։ Իսկ պայքարի տեղ միշտ կա, ճիշտ է։ Միշտ կա։ Նույնիսկ եթե չկա այդ հնարավորությունը, պետքա բացես, եթե ունես նպատակ, իսկ մենք վստահաբար այդ նպատակը ունենք։ Իսկ հիմա լավատեսական սցենարը, լավատեսական սցենարը լինելու է հետեւյալը՝ կանգնեցնել այն դեպի շատ բարդ, շատ վտանգավոր, շատ վատ սցենարներ գնացող Հայաստանի գնացքը մի կանգառում այդ մեծ ընթացքը կանգնեցնել, հասկանալ թե ինչա կատարվել եւ կպնել շատ բարդ աշխատանքի։ Շատ լավ։ Հիմա մենք սա մոտեցանք այդ ընթացքի վերջնամասին, այսինքն մեր այսօրվա հաղորդման գնացքն էլ մոտենում են վերջին կայարանին, որը արտաքին քաղաքականության մասն է։ Մի քանի հարցեր էստեղ ունենք եւ թեմաներ ունենք։ Ես ուզում եմ սրա հետ ոնց որ կամրջել, էլի։ Ակնհայտ է, կասկած չի արեցում առնվազն 3-ի մոտ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ուղիղ ներգրաված են հայաստանյան էլեկտորալ process-ների մեջ, Հայաստանի ընտրական process-ների մեջ։ Սա գաղտնիք չէ, այսինքն եւ տեղեկատվական եւ այլ մակարդակներ։ Հիմա ես կարծում եմ, որ նույնիսկ, չգիտեմ, եթե այս հաղորդման ընթացքում չհասցնենք, հաջորդ, եթե մենք էլի իրար հետ վարող լինենք, մարդկանց բացատրեք ինչպես է դա տեղի ունենում, շատ բարձր։ Ինչպես ասում են մեր տարածաշրջանում, ինշալլահ դրանք կանդրադառնանք։ Հիմա հարց դե ֆակտո իշխանությունների համար Թուրքիա եւ Ադրբեջանի ըստ էության այսպիսի ներգրավումը օգնում է իրենց բանի, հենց ընտրազանգվածի հետ աշխատանքին, թե խանգարում է։ Ում ընտրազանգվածի։ Դե ֆակտո իշխանության ընտրազանգվածի հետ աշխատանքի ժամանակ այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բարբերաբար ուղիղ տեքստով ասում են, որ չգիտեմ, դե ֆակտո վարչապետը լավն է, ինքը քաջ քայլերի է գնում, իրան պետքա խրախուսել, մենք ողջունում ենք իր մոտեցումը։ Դա իրան օգնում է թե վնասում է։ Չէ, նախ իրենք դա ուղիղ չեն անում։ Չէ, հիմա արդեն ուղիղ են ասում, Հակաֆիդանը 3 օր առաջ ասել է։ Երկրորդը խորը վերահսկում են դրանով, տալով ինչ որ ավանս, բայց քաղաքականությունը բարդ բան է, այդ ավանսը տալով հետո ինչ են վերցնում։ Սրա մասին են պետքա մտածենք, հա, որ ինչ որ մեկին գովում են, նշանակում է ինչ որ բան կամ արդեն տարել են կամ տանելու։ Համաձայն եմ, ես նկատում եմ այդ օգնումը, կոպիտ ասած քարոզչությանը բարձրացնում է ընտրազանգվածի մոտ դե ֆակտո իշխանության ռեյտինգը թե իջացնում։ Դե տես, մեր մոտ դա միանշանակ չի օգնում կամ մեր մոտ խորացնում է մեր բոլոր այն կասկածները, որ մենք ի սկզբանե գովալով թե չգովալով ունենք, որտեղ խորքը տեսնում ենք։ Երկրորդը նրան ոչ թե օգնում է կամ չի օգնում իր ընտրազանգվածի հետ աշխատելու, այլ ուղղակի եւս մեկ հղման կետ է լինելու, որ
նրանք մեր հետ խաղաղության պատրաստ են։ Այսինքն ինքը երկու ուղղություններով եւ երկու հասցեներով աշխատանք է, բայց խնդիրը հետեւյալն է, մենք պետք է խոսենք մեր օրակարգից, ոչ թե ասենք թե նա ինչ արեց, դա խորը մեծ վտանգավոր բան է, ինչու որտեղ ցույց են տալիս թե ինչ աստիճանի վերահսկման ռեժիմի մեջ է գտնվում Փաշինյանը իրենց կողմից։ Նախորդ անգամ Նարեկի ու Վազգենի հետ մեր զրույցը ես սկսել եմ հետեւյալ բառերով, որ Հայաստանի համար առաջին քաղաքական գործիչը Ալիևն է։ Համար առաջին քաղաքական գործիչը եւ ներքին եւ արտաքին մակարդակներով։ Թելադրողը։ Ոչ մի թելադրողը, նարատիվների մեջ նրան դնողը, պարտադրանքի եւ վերահսկողության մեջ դնողը, այսինքն փաստացի մենք գտնվում ենք Ադրբեջանի կողմից թելադրվող քաղաքական ռեժիմի մեջ։ Այսօրվա այդ հավաքի համալիրի հավաքի բոլորն են պատկերացնում, որ բեմում ելույթ ունեցողը, ով որ խոսում է լեգիտիմության մասին եւ չի տարբերում լեգիտիմությունը լեգալությունից եւ դա դարձել է մի տրամաբանություն, տարբերում է ակնհայտ։ Եվ խոսում է սահմանադրության մասին, ինքը խոսում է ոչ թե պարտադրանքի մասին, այլ խոսում է ադրբեջանական օրակարգի մասին։ Դրան տալով ինչ ուզում փաթեթավորումներ եւ այլն։ Ես կարծում եմ, որ այդ բյուրոկրատական համակարգը հասկանում է ինչի մասին է խոսքը։ Եվ այդ բյուրոկրատական համակարգը որքան էլ հիմա իր հետ սկսել են շատ խիտ աշխատել, հասկանալով, որ այնտեղ խնդիր կա։ Դիմադրություն։ Այո, հակառակ դեպքում դա ուղղակիորեն տեղի չէր ունենա, էլի քաղաքական տեխնիկայի առումով եմ ասում, կա խնդիր եւ այդ խնդիրը պետք է մոբիլիզացնել եւ վստահություններ շնչել։ Այո, մտածում եմ եւ միանշանակ չի թե ինչ վարկաբանություն կունենա ընտրությունների ժամանակ։ Վերջինը 7-րդը, մեր տարածաշրջանում սիրում են այտենց թվերին նայել, 7-րդ թեզը, որը միևնույն ժամանակ ինչ որ իմաստով նաև բարեմաղթանքի է նմանվում երբեմն, եւ որին անդրադարձավ նաև մեր նախորդ հյուրը Տիկին Արաքսյան, խոսելով միասնության մասին, հնարավոր է արդյոք, իրատեսական է արդյոք, լինում է այդպես, որ քաղաքական դաշտում իսկապես լինի միասնականություն մեկ հստակ օրակարգի շուրջ։ Եթե այո, ապա ինչպես։ Այդա միֆ է։ Ջարդեք մեր հույսերը։ Քաղաքական ռեալիզմի տեսանկյունից դա միֆ է։ Ես ված չեմ ավարտելու հաղորդումը, ասա եւ Նարեկն ու Վազգենը անգամ տենց ասում։ Այո, նաեւ այդ առումով կոմուն առաջարկ կա։ Եկեք չխոսենք միասնությունից, եկեք փոխադարձ պատերազմելուց չխոսենք։ Ունենանք փոխաջակցության պակտ, ունենանք փոխաջակցության դաշինք ընդդիմադիրներով։ Դա ամենապրիմիտիվ վարժությունն է, որը որ այսօր ընդդիմությունը կարող է անել։ Դա ամենապրիմիտիվ ուղղությունն է, որից որ կարելի է ստանալ հետո ինչ որ մի կոնֆիգուրացիա։ Որևէ պարագայում իրար չխփել։ Փոխաջակցության պակտ մի շարք կետերով, որոնք որ համաձայնեցման ենթակա կարող են լինել։ Ամենաակտուալը քաղբանտարկյալներին է։ Քաղբանտարկյալներ, եկեղեցի։ Հաջորդը խոսեն ոչ թե նրա մասին, թե ինչը չեն կարողանում համաձայնեցնել, այլ հստակ ֆիքսեն, թե որտեղ են համաձայն իրար հետ։ Սա աշխատանք է։ Սա միֆական միասնություն չի, քաղաքականությունը մրցակցություն է, միասնականությունը այդտեղ երբեք չի լինում, հա, եթե քաղաքական ռեալիզմից խոսենք, բայց միևնույն ժամանակ լինում է համաձայնություն գերակայությունների շուրջ, որոնք որ բոլորին են անհրաժեշտ եւ չեն պահանջում փոխադարձ ոչնչացում կամ պատերազմ, այլ պահանջում են որոշակի մրցակցային դաշտում գերակայությունների շուրջ, ոչ թե համաձայնություն, հա, այլ փոխ ոչնչացման բացառում ուղղակիորեն։ Դա այսօրվա ընդդիմությանը շատ պետք է։ Դա պետք է իրենց ընտրազանգվածին եւ դա որպես քաղաքական միավոր եւ ինստիտուցիոնալ կառույց ուղղակիորեն անհրաժեշտ է ձևավորել օր առաջ։ Այսինքն ոչ թե ընդհանրական ու այդպես ոչինչ չասող միասնականություն, այլ միասնականություն գործի մեջ այն է չենք հարվածում իրար, որտեղ նստած ենք նույն խրամատում։ Պայմանավորվածություն եւ հանրությանը դրա ցուցադրություն փոխաջակցության մասին, այդ փոխաջակցությունից բացի գերակայությունների մասին, որը որ հաշվետվողական կերպով կներկայացվի եւ իրենց ընտրազանգվածին եւ հանրությանը։ Եվ հավատացեք, այդ պարագայում ընտրազանգվածը կտեսնի կողմնորոշումները,
եւ կտեսնի նաեւ որոշակի ինստիտուցիոնալ ինչ-որ մի բան։ Դրա անունը կդնեն միասնություն, թե չեն դնի միասնություն, այդ թողեք մարդիկ իրանք կորոշեն։ Անունը կորոշեն։ Բայց մարդիկ պետք է հստակ իմանան, թե որոնք են սկզբունքները, որոնց շուրջ իրենք որպես ընտրող եւ ընդդիմությունը որպես ընտրության ընտրման ենթակա սուբյեկտ, հա, ինչ ընդհանրություն ունի։ Այդ ընդհանրությունը անպայմանորեն պետքա ցույց տալ։